Swan Lake գարեջրատուն։ Այստեղ սիրում են գարեջուրը։ Նրա համար նվագում են քաղաքի ամենահետաքրքիր երաժիշտները, աշխատում է լավագույն խոհարարը, կահույքն ու միջավայրն ընտրել են ամենահեղինակավոր դիզայներները։ Swan Lake գարեջրատուն, որտեղ գարեջուրը ապրում է։ Հասցե Տերյան Սայաթնովա Խաչմերուկ, Կարապիլիչ, Ժամանցի համալիր։ Հեռախոս 096 35 10 00։ Հետախույզի օրագիրը, հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը միայն լրատվական ռադիոյի եթերում։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ և մեզ դիտողներ։ Եթերում հետախույզի օրագիրը, ես Վովա Վարդանովն եմ։ Աշխուժ էր ընդհանրապես նոյեմբեր ամիս։ Նոյեմբեր ամիսը համարվում է հայկական հետախուզության ամիս, որովհետև նոյեմբերի 5-ին հետախուզության օրն է, նոյեմբերի 7-ին էս տարի տոնեցին, ցավոք նոյեմբերի հետ կապված ուրիշ վատ օրեր կա հիշելու, անցած տարի նոյեմբերի 12-ին կարծեմ խփեցին ուղղաթիռը, մեր տղաները զոհվեցին և զոհվածների աճյումները ամեն ինչ որ մնացել էր հանելու համար, էլի հայկական հետախուզությունը կարողացավ իրեն դրսևորի։ Հիմա ռուսական բանակի գլխին եկավ են, ինչ-որ մեր գլխին էր եկել մի տարի առաջ։ Ժամանակ, եթե հիշում եք, մենք ասում էինք, բա ուր է ՕԴԿԲ-ն, բա ուր է ԵՍ-ն, բա ինչ է Ռուսաստանի կառավարությունը մեր դաշնակից։ Ռուսաստանը երևի հաշվի չի առնում, որ մենակ հիմարն է սեփական փորձով սովորում։ Իրենք պիտի հաշվի առնեին մեր փորձը, դառը փորձը թուրքերի հետ շփվելու, իսկ վերջ-վերջո կապ չունի։ Մերձկասպյան թուրք, Օսմանյան թուրք, թուրքը մնում է թուրք, մեկը մի քիչ ասենք ավելի գրագետ, մեկը մի քիչ անգրագետ, այնտեղ ինտելիգենցիա, ռամիկ, ինչ ասես կամեջները, բայց վերջ-վերջո նրանք թուրք են։ Քրիստոնյայի արյանը կարոտ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Եթե Ռուսաստանը այն ժամանակ շատ ջղայն արձագանք էր իր դաշնակցի, այս տարածքում իմիջիալուց միակ օֆիցիալ դաշնակցի ուղղաթիռի խփելուն։ Հիմա նման հարված այն մյուս թուրքը, Օսման թուրքը, որը ճիշտ է շատ ավելի մեծ է, բայց մեկը նույն շունն է։ Լավ շուն չասեմ, նույն թուրքն է։ Իրանք կմտածեին, այս Ռուսաստանը եթե սենց աղմուկ է բարձրացել իր դաշնակցի համար, ինքնաթիռը խփենք, այդ պատկերացնում եք ինչ կլինի։ Էրդողանը 2-3 անգամ ավել կմտածեր ու Երևակայի հետ քայլին չէր հետ։ Հիմա լինելով մեր դաշնակիցը Ռուսաստանը եւ միևնույն ժամանակ մեր օսմանների կողմից ապահովող գարանտը լուրջ կացության մեջ է հայտնվել։ Փորձենք մի հատ վերլուծենք, տենանք ինչա ստացվում իրանց մոտ։ Նոր այդ ամեն ինչ տեղի ունեցել 2 օր։ Այս 2 օրվա մեջ բնական է Ռուսաստանը պատասխան արված չէր անում։ Խոսակցությունները հիմա լսվում, թե չելանի ընդհանրապես Ռուսաստանը պատասխան չի տա, չեմ կարծում։ Առաջերտին մի 10 օր իրենց պետք է լինելու, որ տուրիստներին կամաց հանեն, չարտերները ընդհանրապես փակված, այլ տուրիստ չի եթում Ռուսաստանից, Թուրքիա։ Դա ինչ է նշանակում։ Այդ տուրիստների չգնալը խոսում նրա մասին, որ ռուսը լավ հասկանում է, թե ում այդ գործ ունի։ Ու տուրիստը եթե գնար Թուրքիա, ինքը կլիներ ոնց որ պատանդ թուրքական կառավարության կամ կառավարության կողմից ղեկավարվող ամբողջ, ասենք կարար պատանդ վերցներ, կարար պայթուններ լներ, ինչ ասես կարար լներ։ Անգամ կենթանի վահան կարային ստեղծեին ռուսներից, բերեին, ասենք շարեին այն հատվածները, որտեղ ռուսական պատասխան հարվածը սպասվում է։ Մոտ 10 օր կարճ ասած սպասել է պետք։ 10 օր դրանից բացի պետք է հաշվի առնենք, որ ռուսական հակաօդային ուժերի հնարավորությունները բավականին լուրջ են, շատ լուրջ են, կարելի ասել։ Ինչի հետ եմ։ Դեռ 1945 թվականին, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ճապոնիայի վրա 2 հատ ռումբ գցեցին միջուկային, դեռ այդ ժամանակվանից սովետական եւ հետագայում արդեն ռուսական կառավարությունը մեզ դեռ
սկսեց մեծ ուշադրություն դարձնել հակաօդուժին, այդ հակաօդային պաշտպանությանը։ Պետք չի մոռանալ օրինակ նաև որ ամենամեծ տանկային բախումը, որ երկրորդ համաշխարհայինի ժամանակ եղել է 23-ից հունիսի մինչև կարծեմ 28-ը, միգուցե մի քիչ ավել, այդ ժամանակ հսկայական քանակ գերմանացիներին չզիջող սովետական տանկերի քանակը պարտվեց, որովհետև օդուժը ոչնչացված էր սովետական եւ գերմանացին իշխում էր վերևից։ Նույն ձևով այդ ատոմային ռումբի գումարվում է ու ստացվում է շատ հասկանալի, թե ինչի պատճառով դեռ սովետական ղեկավարությունը ներկայումս ռուսական ղեկավարության պես մեծ ուշադրություն են դարձրել հակաօդուժին։ Հակաօդային այդ ուժը հիմա ներկայացված է, այն ինչ որ ասում են S400 եւ S500։ Պատկերացնում եք, մեզ S300-ը լրիվ արխայնացնում է, մենք համոզված ենք, որ Հայաստանի օդը անխոցելի է հակառակորդի համար, թե այն կողմի թուրքերի, թե այս կողմերի, իսկ ռուսը արդեն S400 մասսայական քանակով ունի եւ S500 արդեն մատակարարում է զորքեր։ Կարճ ասած, այդ S400-ը իմ կարծիքով մի 2 շաբաթ քաշի, միգուցե մի քիչ ավել, մինչև S400-ը հայտնվի Սիրիայի տարածքում ռուսական բազայի, այդ ռուսական ինքնաթիռների բազայում եւ ապահովի ինքնաթիռների շարժը Սիրիայի տարածքում։ Երբ որ S400-ները հայտնվեն Սիրիայում, հաշվի առնելով իր տեխնիկական հնարավորությունները, Թուրքիայում ոչ մի ինքնաթիռ, մինչև մոտավորապես Հայաստանի սահմանները չի կարողանալու թռնի առանց ռուսական խոցվելու, ասենք, վտանգին ենթարկվելու։ Պատկերացնում եք, այդ S400-ը կարող է խոցել Սիրիայից համարյա միջև այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Միջև S400-ը չլինի, ռուսը ակտիվ գործողություններ չի անի։ Դա պատասխանա լինելու իմ կարծիքով պատասխանի ձևերից մեկն է, որ սահմանափակվելու է թուրքական օդուժի գործունեությունը։ Ոչ պակաս լուրջ պատասխան, բայց ոչ մարտական լինելու է տնտեսական կապերի խզումը։ Ճիշտ է, ռուսները այնտեղ մի քանի միլիարդ արդեն ներդրել են ատոմակայանի կառուցման մեջ, բայց այստեղ արդեն գումարի հարց չի, էլի, որ մտածում ես դա ռազմական, ռազմաքաղաքական, ստրատեգիական նշանակություն ունեցող հարց է ու մի քանի միլիարդ դոլարի վրա ռուսական կառավարությունը հանգիստ կարա ուշադրություն չդարձնի կորուստի վրա եւ իր շահը առաջ տանի նաեւ կորուստներ կրելով։ Թուրքական կառավարությունը եւ թուրքական հանրապետությունը դրան դեմ ոչ մի բան չի կարող անի, շատ կարա հրաժարվի ռուսական գազից, որը կբերի ցուրտ ու մութ տարիներին Թուրքիային, բնակչությունը մի ուրիշ ձևի քաշվելու է։ Ինչի հետ եմ, մոտավորապես գազի կեսը, որը Թուրքիա է մտնում, դա ռուսական է, կոչվում է Գալուբոյ պատոկ։ Այդ գալուբիզնամ դուր է գալի, որովհետև այդ թուրքա-ռուսական դաշինքն ու խաղերը շատ Գալուբոյ պատոկ էր, էլի։ Իրանք մոռացել էին, թե ում հետ գործ ունեին, ու հիմա դրա համար պատասխան են ստանում, մեր դաշնակիցը։ Ճիշտ է, իմ մոտ չկա այդ բանը, այդ ռուսերեն զլառացվա են ասում, որովհետև զինվորներ են սպանվել, ոչ միայն մի օդաչու, այլ նաև մի դեսանտնիկ է սպանվել, որը գնացել էր փրկարարական գործողություններ կատարելու, բայց որ ռուսին տեղն է 100% էլի։ Թող իմանա ով է իր բարեկամը, ով իրան լավը երբեք ոչ թե չի ուզում, այլ չի մարսի ու ամեն ինչ կանի, որ ռուսը երբեք հաջողություններ չունենա այս ռեգիոնում։ Ռուսական պատասխանը բացի թուրքական օդուժի գործունեությունը սահմանափակելուց կտեղափոխվի նաև այն դաշտ, որտեղ որ ռուսը միջև այդ շատ ակտիվություն չէր ցուցաբերում։ Ինքը խփում էր նուսրայիտներին, տարբեր բաներին, տերորիստներին Հյուսիսային Կովկասից, բայց չէր խփում թուրքալեզու ծայրահեղականներին, ես նկատի ունեմ թուրքամաններին, թուրքամանը որն է, մաքուր թուրքա, ուղղակի սահման քաշելուց
Սիրիայի տարածքում են հայտնվել, այդ թուրքերին չէին խփում, մտածելով դե թուրքերը մեր աղբերն են, սրանք էլ այդ թուրքերի ձագերն են, դրա համար էլ չէին խփում։ Արդյունքում, ասենք, թուրքը կստանա հարված նաև այդ կազմակերպություններին եւ զինված ուժերին, որոնք բաղկացած են տուրկամաններից, այդ թուրքերից Սիրիա բնակ։ Շատ լայնածավալ հարվածներ կհասցվի այն նավթային խաղերին, որի արդյունքում Թուրքիայի կառավարության որոշ մարդիկ, ոնց որ թե Էրդողանի որդին եւ գեներալից Էդման երևի սաղել այդտեղ խառնված են, հսկայական գումարներ են վաստակում այդ իբլիսական մուսուլմանական բանում իբլիսը դա սատանան է, ոչ թե իսլամական պետություն, երևի վերջը ճիշտ անուն դնելը ճիշտ է, էլի ասենք, թեկուզ մականում, իբլիսական այդ պետության այդ խաղերի արդյունքում հսկայական փողեր են թուրքերը աշխատում, ռուսը կսկսի խփել նաև դա։ Լավ, իսկ հիմա փորձենք հասկանանք, թուրքը այդքան բան չէր հասկանում, Էրդողանը չէր հասկանում, որ իր որդու բիզնեսը, ասենք, որդին մի քանի հատ բան ունի, նավթատար նավ ունի, հսկայական փողեր են աշխատում, անգամ ասում են Քրդստանով ինչ-որ ձևով նավթատար են ինչ-որ խողովակով քաշել ու ոչ թե մենակ բաներով այթում, նավթատար մեքենաներով, այլ նավթամուղ խողովակով էլ այթում, ու այդ հսկայական գումարներից հրաժարվելու են իրանք, չեմ կարծում։ Երևակայ ինչ-որ կոմպենսացիաներ առաջարկվել, կոմպենսացիաները կարան լինեն, ասենք, թե հողային խոստումներով, որ ասենք Սիրիան կմասնատենք ու այդ հյուսիսային մասը, որտեղ այդ տուրկամաններն են բնակվում, որտեղ բնականը նաև մի քիչ հարավ հայերն են բնակվում, Քեսապ, Լատակիա, բանդը, սա կարող է խոստացել են թուրքերին։ Երևակայի խոստացել են թուրքերին, որ քրդերին էլ չեն օգնելու, որովհետև քրդերը համարվում են դաշնակից ոչ միայն, ասենք, բաներին, ռուսական ուժին, այս պահին եւ սիրիական ուժին պայքարելով տարբեր մանր ու խոշոր տերորիստական կազմակերպությունների դեմ, այլ նաեւ արևմտքի դաշնակիցն էին։ Փաստորեն քրդերը դառնում են անպաշտպան, որտեղ իրանք գոնե արևմտքի օգնությունից, ասենք, Երևակայի կզրկվեն։ Իզուր չի, որ բանավ այդ Արաբա ու Եսիմինչյան տերորիստական կազմակերպությունների դեմ պայքարը հենց Թուրքիան միացավ, սկսեց քրդերին խփել։ Իրանց գլխավոր թշնամին այդ ռեգիոնում ոչ ռուսն է, ոչ սիրիացին է, ցավոք ոչ մենք, որովհետև մենք 100 տարի առաջ այնց հարված ենք ստացել, որ չենք կարող հակառակորդ լինել Թուրքիայում, լիիրավ հակառակորդ, գոնե ռազմական տեսակետից։ Քուրդը շատ լուրջ հակառակորդ է ու այդ հակառակորդին զրկել օգնություններից այդ նման խոստումի խաթր արդեն կարար ռուսական ինքնաթիռը խփվեր Էրդողանի կամ մի ուրիշ մեծ պաշտոնյա թուրքի հրամանով։ Եվ սենց մի հարց էլ կա, որը որ շատ հաճախ որն է այս երկու օրվա մեջ տարբեր էքսպերտներ, մեկնաբաններ հաշվի չեն առնում։ Չէ որ Թուրքիայում այսօրով ռազմական բանը թուլացել է։ Նկատի ունեմ ռազմական նախարարությունը, ռազմական էլիտան։ Քեմալ Աթաթուրքի ժամանակվանից մինչև այսօր թուրքերի բանակը շատ մեծ դեր էր խաղում։ Անկամ իրանք իրենց ֆինանսավորման առանձին աղբյուրները ունեն բյուջեից դուրս, դա սկսել է ձևավորվել 60-ական, 70-ական թվականներին ու իր վերջնական տեսք ստացել է 80 թվականներին ու բանակը հիմա բավականին լուրջ թուլացած է ու առաջներում եթե եղբայր մուսուլմանների տիպի այս Էրդողանի կուսակցությունը եղբայր մուսուլմանների մի ֆիլիալ է, այդ դրանց պես ցանկացած ինչ որ միտում եթե լինում էր դեպի մուսուլմանություն թուրքական ազգայնականները, որոնք բանակում միշտ իշխող դիրում են եղել, իրանք ինչ որ հեղաշրջում էին անում եւ վնասազերծում էին։ Նման վտանգներ արդեն չէր սպառնում Թուրքիային, որ գնալ դեպի մուսուլմանացում։ Այ հիմա բանակը թուլացել է։ Բանակը թուլացել է այն աստիճան, որ ոչ մի բան չի կարա որպես հակակշիռ ներկայացնի այսօրվա իշխող եղբայր մուսուլմաններին։ Այդ
Դավութօղլու, Էրդողան, դրանք սա եղբայր մուսուլմաններ են։ Եգիպտոսը, եթե հիշում եք, նմանատիպ մի կուսակցություններ եկել, հենց եղբայր մուսուլման կոչվող Մուրսի առաջնորդով, եւ Էրդողանը կոտորում էր իրան, փորձում էր ամեն գնով Եգիպտոսում այդ իր եղբայրները դանիշխանության ու մնան այդտեղ։ Այ հիմա Թուրքիայում բանակը ահավոր թուլացել է, այն աստիճան, որ ցանկացած հրաման կկատարի վերնախավից քաղաքական իջնող, եւ այդ վերնախավը ամեն ինչ անում է, որ ոչ մի լուրջ զինվորական թուրքերի մոտ չմնա, որին բանակը սիրում հարգում է։ Ինձ հուշում են, որ արժե անդրադառնալ Ժիրինովսկու հայտարարությանը, որ զենքով եւ մնացած հնարավորություններով Ռուսաստանը ճիշտ կանի օգնի հայերին, որ հայերը առաջ գնան։ Մի մոռացեք, որ Ժիրինովսկին եթե առաջներում հակաթուրքական հայտարարություններ շատ էր անում, այս վերջին 1.5 տարվա մեջ սկսել էր թուրքասեր հայտարարություններ անել, կարճ ասած ինքը ռուսական կառավարության Կրեմլի բարձրախոսը լինելով այն թեմաներներ բարձրացնում, որը որ բան չէր, կամիլֆո չէր, այսպես ասած, այնց հարգի չէր կառավարության ներկայացուցիչների համար ասելը, ինքը միշտ բարձրաձայնում էր։ Ժիրինովսկու այսօրվա հայտարարությունը շատ նորմալ է, որովհետև ինքը նորից Կրեմլի ռուպորնա, Կրեմլը ասում է իր բերնով այն ինչ որ Կրեմլը ուզում ասի, բայց մենք չպիտի տարվենք դրանով, որովհետև Ռուսաստանի կառավարությունը հերթական անգամ չի բացառվում մեզ օգտագործի եւ արևի վրա գցի չորացնելու։ Մենք մեր շահերը պիտի ասենք պաշտպանենք, օգտվենք ռուսական լավից ու վատից, լինենք արդար ու ճիշտ դաշնակից, բայց միևնույն ժամանակ չմոռանանք մեր սեփական շահերը։ Ռուսը օրինակ մեր հանդեպ շատ հաճախ ստոր է իրան պահում, լավ դաշնակից չի։ Մենք դրա իրավունքը չունենք, որտեղ մենք շատ ավելի բարոյական պետություն ենք ուզում կառուցենք, որի հետ աշխարհը նստելուց, ասենք, զրուցելու, իմանա մեզանից ինչ սպասի։ Մենք ելի եմ շեշտում, դրա իրավունքը չունենք, լինենք ստոր, հիմա ռուսի մեջքին, ասենք, խփենք կամ ուրախանանք իր դժվարության, նա մեր դաշնակիցն է, բայց նման քայլերի գնալ ոչ մի դեպքում, որովհետև ելի եմ ասում, կօգտագործեն, որևէ վրա կչորացնեն։